Մենք մշտապես հանդես ենք եկել ամբողջ ԵԱՀԿ պատասխանատվության տարածքում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների լիարժեք կիրառման օգտին, եւ այսուհետ եւս մեր ջանքերը ուղղված կլինեն սրան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Արարատ Միրզոյանի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի համատեղասուլիսը։ Մեծ Բրիտանիան հանում է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ գործող զենքի մատակարարման արգելքը, հաշվի առնելով երկու երկրների միջև առաջընթացը խաղաղությանն ուղղված շարունակական ջանքերին աջակցելու համար Բրիտանիան որոշել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, հայտարարել է Միացյալ Թագավորության պետնախարար Սթիվեն Դաունթին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկխոսության կոչը, այն հակասական համարելով։ Իսրայելի խորհրդարանում Թեհրանի հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին Միացյալ Նահանգների նախագահի ելույթից հետո Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է թշնամական ու հանցավոր վարքի մեջ։ Ռուսական զորքերը կառավարվող ռումբերի միջոցով հարձակվել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի Խարկովի վրա։ Հարվածներից մեկի հետևանքով վնաս է կրել հիվանդանոցը։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ 3 շրջաններում հոսանքազրկվել է 30,000 սպառող։